Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Իմ այս որդին մեռած էր, կենթանացավ, կորած էր եւ գտնվեց։ Մեծ պահքի երրորդ կիրակին է, սիրելիներ, եւ մեր եկեղեցին են կոչում է անառակի կիրակի, որովհետեւ խորհուրդը վերցված է անառակ որդու այն գեղեցիկ պատմությունից, որ ինքը ավետարան է ավետարանի մեջ, որպեսզի մարդը սովորի թե ինչպես պետք է ապրել Աստծո հետ, Աստծո ներկայության մեջ եւ առանց Աստծո։ Ես ինքս այս առակը ինձ համար այլ անուն ունեմ դրած, այն կոչում է ինձ համար սիրող հոր պատմությունը, որովհետեւ այստեղ ինչքան էլ որ մենք խոսում ենք կրտսեր անառակի մասին, հետո ավակ անառակի մասին, բայց այս առակի այս ամբողջ պատմության կենտրոնը հայրն է, թե ինչպես հոգատարություն է ցուցաբերում, թե կրտսեր անառակի, որ տարավ իր ամբողջ ունեցվածքը վատնեց պոռնիկների կերուխումերի մեջ, հետո աղքատացավ ու տուն վերադարձավ, թե ավակ անառակի, որ միշտ իր հոր հետ էր, բայց միշտ դժգոհ էր հորից, որովհետև առակի մեջ ասում է այսքան տարի քեզ ծառայեցի, բայց դու մեկ ուլ չտվեցիր, որ գնամ ես իմ բարեկամների հետ քեվ կազմակերպեմ։ Ուրեմն թե հոր ներկայության մեջ, թե հոր ներկայությունից դուրս, երկուսն էլ դժգոհ էին։ Եվ ինչ է այս ամբողջ առակի խորհուրդը մեր կյանքի մեջ։ Ասում է մի մարդ երկու որդի ուներ։ Կրտսերը մոտեցավ, ասաց իմ բաժինը տուր։ Սա ցույց է տալիս, որ մարդիկ բոլոր ժամանակներում էլ երկու մասի են, երկու դասակարգերի են բաժանված եղել։ Մի մասը հավատացել է Տիրոջը, մնացել նրա հետ, մի մասը անհավատության մեջ ապրել։ Կրտսեր որդին Սուրբ գրքի մեջ խորհրդանշում է հեթանոսներին, ովքեր թողեցին ճշմարիտ աստվածպաշտությունը, հեռացան, իսկ ավակ որդին հրյա ժողովուրդն էր, հատկապես փարիսեցիները, որ օրենքները գիտեին, մարգարեությունները գիտեին, բայց այդպես էլ չկարողացան ճշմարիտ աստված ճանաչողությանը հասնել։ Տեսեք, կրտսեր որդին ասում է իմ ունեցվածքը տուր, ես գնամ քեզանից։ Ցույց է տալիս, որ այս մարդը երջանկության փնտրտուքի մեջ էր։ Իր հոր տան մեջ ինքը իրեն երջանիկ չէր զգում։ Կրտսեր որդին էլ տան մեջ էր, բայց սրտով շատ հեռու էր։ Այս երկու մարդը, երկու զավակները սրտով իրենց հորը կապված չէին, սիրելիներ։ Դրա համար իրենց երջանկությունը կատարյալ չէր։ Մեկն ուզեց իր հորից, հոր տանից հեռու իր երջանկությունը գտնել, մեկն էլ իր տան մեջ, բայց ուզում էր բարեկամների հետ իր երջանկությունը գտնել։ Եվ այս տանից հեռացումը նշանակում է սրտով Աստծուց հեռու լինել։ Եվ երբ մարդը Աստծուց սրտով հեռանում է, նա ամեն բան կարող է կորցնել։ Երբ որ ստացավ, ասում է հայրը հավասարապես բաժանեց։ Գիտեք, հին օրենքի մեջ այսպես էր ավակ որդին պետք է երկու անգամ ավել ստանար ունեցվածքը, քան կրտսեր որդին։ Բայց Քրիստոսով դա հավասարություն եղավ եւ երկուսն էլ հավասար բաժանեց հայրը երկու որդիների միջև։ Եվ ասում է մի քանի օր հետո ամեն ինչ վաճառեց, դրամի վերածեց եւ նոր հոր տնից գնաց։ Սա էլ ցույց է տալիս, որ ինչ որ մենք ստանում ենք, մենք ժամանակ պիտի տրամադրենք մտածելու, հետո որոշում կայացնելու համար։ Որդին ստացավ հոր ժառանգությունը, բայց մի քանի օր մտածեց, ինչ պիտի անեմ այս ժառանգությունը, ինչ եմ անելու, ոնց պիտի օգտագործեմ, հետո որոշեց վաճառել, ամեն ինչ դրամի վերածել ու գնալ օտար աշխարհ։ Երբ որ մարդը Աստծուց հեռու է ապրում, նրա սիրտը հեռանում է, Աստծո տված բոլոր պարգևները, շնորհները, առաքինությունները, պարգևները, ինչ որ ինքը ունի, ամեն բան վաճառվում է այս աշխարհին։ Այս աշխարհը խլում է մեզանից այդ, ինչպես որ Ադամը, երբ որ դրախտից դուրս եկավ, ամեն բան կորցրեց, մերկացավ իր շնորհներից, իր պարգևներից եւ ամենագլխավորը Աստծո ներկայությունից։ Գնաց օտար երկիր։ Աշխարհը միշտ երկու թագավորություն ունի. Աստծո թագավորությունը եւ խավարի մեղքի թագավորությունը, որ սատանայի թագավորությունն է։ Ընտրությունը մարդունն է։ Եթե ուզում ես մնալ Աստծո թագավորության մեջ, ամեն բան պատրաստ է քեզ համար։ Բայց եթե ուզում ես հեռանալ, պիտի դառնաս այս փոքր կրտսերի պես, ինչպես որ սա։ Գնաց ինչ արեց։ Փող ունեցող մարդու կողքը ովքեր են հավաքվում, կեղծավոր, շարլատան, շողոքոտ մարդիկ։ Եվ այս մարդուն հրավիրեցին, որ քո կյանքը պետք է զվարճանքների, կերուխու մեջ անցկացնես։ Եվ քանի որ սա չէր աշխատում, փողը չէր ավելացնում, բնական է այդ գումարը կամած պիտի վերջանար։ Գումարը վերջացավ,
այդ երկրում սով տիրեց, այս մարդը աղքատացավ, իր ամբողջ ընկերները, որ իր շուրջն են ամեն օր պոռնիկների հետ զվարճանում էին, հանկարծ ինքը մնաց մենակ, ոչինչ չունենալով։ Եվ գնաց ասում է այդ երկրի իշխանավորներից մեկի մոտ, սա էլ նրան որպես ծառա ուղարկեց խոզեր արածացնելու։ Սատանայի թագավորությունը շատ գրավիչ է, սիրելիներ։ Այո, որ մենք անցնում ենք եկեղեցիների կողմով, պարզ շինություններ են, չէ՞։ Ոչ մի ավելորդ գրավչություն չունի ինքը, գովազդներ չկան, հրավերներ չկան, բարձր երաժշտությունով չեն հրավիրում, բայց երբ որ անցնում ես խաղատան կողքով, ամբողջը գեղեցիկ լույսերով լուսավորված, հրապուրիչ, քեզ ուտելիք են առաջարկում, նույնիսկ ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում քեզ հյուրանոց են տալիս, խմիչք են տալիս, որ դու ուտես, խմես, զգացողությունդ կորցնես, որ դու այստեղի բնակիչ չես, այս խաղատունը քո տունը չէ, բայց դու այն քո տունն ես դարձնում եւ մնում ես այդտեղ, քո ամբողջ ոչ միայն ունեցվածքն ես կորցնում, պատիվդ ես կորցնում, ընտանիքդ ես կորցնում եւ դառնում ես ինչ, աղքատ ու թափառական այս աշխարհի մեջ եւ հետո դառնում ես ստրուկ, խոզ արածացնող այս աշխարհի մեջ։ Ուրեմն այսպես է սատանայի թագավորությունը։ Միշտ գեղեցիկ գովազդներով գրավում է։ Երբ որ ես գիշերները Երևանից գալիս եմ Դիլիջան, այդ խաղատամոն երբ որ տեսնում եմ Երևանի ճանապարհին հարյուրավոր մեքենաներ ու պատկերացնում ինչքան մարդ այդ պահին այնտեղ իր հոգին կործանում, իր ընտանիքը կործանում, իր քրտինքը այնտեղ վատնում, սարսափում ես, որ այս մարդիկ ոնց կարող են իրենց զավակից հեռու իր կնոջ եփած ճաշը չուտել, գալ խաղատուն մի խաղալիք այդ խաղաց այդ ապարատի առջևը նստել, կոճակ սխմել ժամերով ու մոռանալ, որ արդեն լույսը բացվում է, դու հասկանում ես, որ մարդը սրտով կապված չէ ոչ իր զավակին, ոչ իր ընտանիքին, ոչ էլ այն տանը, որտեղ ինքը ծնվել ու մեծացել է։ Եվ այդ գովազդը բերում է սրան, որ քեզ ամեն ինչից զրկում է եւ դու դառնում ես ստրուկը այդ ամենի։ Այս մարդն էլ այդպես վարվեց, կորցրեց եւ տեսեք ուր է ուղարկում։ Խոզ արածացնելու ամենավատ, ամենամերժված գործ է ժամանակին, որ այն ժամանակ ապրում էին մարդիկ։ Խոզարածները հարգված մարդիկ չէին այն ժամանակ։ Եվ ամենաանպատիվ գործին ուղարկեց, ինչպես Դավիթ մարգարեն է ասում, մարդը պատիվ ուներ, կորցրեց եւ հավասարվեց անասուններին։ Անասունին հավասար դարձավ մարդը։ Ուրեմն այս կերպ ապրող մարդ այս աշխարհի մեջ, նրանք նաեւ այսօր, ովքեր իրենց օրերը անցկացնում են խաղատանը, գիշերային ակումբներում, հարբեցողությամբ, զվարճանքներով, պոռնիկների մեր մերկապարը տեսնելով, իրենք անասունից ավելին չեն, որովհետև իրենք սիրտը կապել են շղթաներով, սերը ցամաքեցրել են, օտարացել են իրենց ընտանիքից, եկել են մեղքի գերին են դարձել։ Եվ միայն այստեղ է, որ Աստված թույլ տվեց ինչի համար, որպեսզի մարդը հասկանա, թե իրենից հեռու ինքը ինչի կարող է վերածվել։ Երբ որ ասում է գնաց խոզերին արածացնելու, սոված էր, ուզում էր ինքը կաղին ուտեր, որ խոզի կերակուր էր, բայց ասում է դա էլ նրան տվող չկար։ Եվ միայն այս մեղքի մեջ, այս ցավի մեջ ինքը անդրադարձավ ասելով, որ բայց հորս տանը շատ ծառաներ կան, որ պատվով են ապրում, տաք ուտելիք ունեն, մաքուր հագուստ ունեն, տաքուկ սենյակ ունեն քնելու համար, ես գնամ հորս մոտ, ասեմ հայր, մեղանչեցի, այլևս արժանի չեմ քո որդին լինելու։ Ուրեմն նաև ապաշխարությունը ոչ միայն զղջումն է, այլև վերադառնալու ցանկություն, այդ որոշումը կայացնելն է, սիրելիներ։ Մարդ պետք է իր զղջումի մեջ, իր սխալի մեջ նաև որոշում կանգնացնի, որ այլևս ես ընկած չպիտի մնամ։ Եթե ես հիմա ընկած եմ, ես պետք է ամեն ինչ անեմ ոտքի կանգնելու համար։ Եթե ես հիմա ստրուկի կարգավիճակ ունեմ, ես կարող եմ իմ որդիության պատիվը վերականգնել։ Եվ այստեղ ինքը անդրադարձավ ու որոշեց ու գնաց, ոտքի կանգնեց ու քայլեց։ Հայրը, որ ամեն օր բարձրանում իր տան պատշգամբ, նայում էր այն ճանապարհին, որտեղից որդին պիտի գար։ Շատ գործեր ուներ հայրը, զբաղվածություն ուներ, բայց ամեն օր դուրս էր գալիս այդ ճանապարհին, նայում էր, սպասում էր իր որդու վերադարձին։ Գիտեր, որ որդին պիտի գար։ Երբ որ որդու շողքը տեսավ, չսպասեց, որ որդին գա, հայր ինքն ընդառաջ գնաց, վազեց, գրկեց, համբուրեց, ասում է հրամայեց ծառաներին, որ պատմուճանը հագցնեն, մատանին մատը դրեց, նոր կոշիկներ տվեց եւ ասեց. «Պարարտ եզն էլ մորթեք, ուրախանանք, որովհետեւ այսին որդին կորած էր, գտնվեց, մեռած էր եւ կենթանացավ»։ Տեսեք ինչ անում հայրը, երբ որ որևէ մեղավոր որոշում է կայացնում, որ ինքը այլևս մեղք չի գործելու, ոտքի է կանգնում, իբրև նոր մարդ ապրելու,
Աստված առաջին ինքն է վազում այդ մարդուն։ Եվ ոչ միայն գրկում է, այլև համբուրում է։ Սա կարող է անել նա, ով ամենաշատն է մեզ սիրում, ով ուրախ է մեր փրկության համար, ոչ թե մեր մարդկային կյանքի պես, որ մենք երբեմն չենք հանդուրժում այն մարդուն, ով մի ժամանակ մեղավոր է եղել։ Եթե մեկը մի օր թմրանյութ է օգտագործել կամ գողություն արել կամ դավաճանություն է, իր ամուսնուն է դավաճանել, հավերժ այդ մարդիկ մեզ համար մերժված են ու հանցագործ են, մեղավոր են, մենք իրենց հետ չենք ուզում շփվել, նույնիսկ մեր տան դուռն ենք փակում այդ մարդկանց առջև, բայց հայրը այդ ապաշխարության դուռը միշտ բաց է պահում։ Եվ ինչ արեց, չհասցրեց որդին ասել հայր ներողություն, ասեց պատմուճանը հագցրեք։ Ուրեմն այն մարդը, ով որ մեղքից որոշում է կանգնեցնում վեր կանգնել դարձնել, ինքը պետք է արդարության հագուստը հագնի։ Առանց այդ արդարության հագուստի դու չես կարող հասկանալ, թե ինչի համար է քո ապաշխարությունը եւ դուր պիտի գնաս։ Մատանին որդիության իշխանություն, այսինքն, երբ որ դու դարձ ես ունենում, Աստված նորից քեզ իր որդեգրությունն է տալիս։ Դու նորից դառնում ես ոչ թե ծառա, այլ որդի, եւ ամեն իրավունքներով եւ կոշիկները ավետարանի կյանքն է։ Ուրեմն պետք է արդարությունդ վերականգնես, որդիությունդ վերականգնես եւ ավետարանի ճամփով քայլես դեպի հավիտենական կյանք։ Արարտ Եզը, որ մորթվեց, մեր փրկիչն է Հիսուս Քրիստոս, ով երկնքից իջավ, խաչվեց ամեն մեկիս համար, որպեսզի մեր պես մեղավոր մարդը փրկություն ունենա։ Եվ ասաց. ուրախացեք, ցնծացեք, այս որդից գտնվելը։ Ամենակարևոր պահը այստեղ այս հատվածում է իմա սկսվում։ Երկրորդ որդին ավագը տանը չէր, դաշտում էր, գործ էր անում։ Եկավ, լսեց երգի երաժշտության ձայնը, ներս չմտավ։ Ծառան դուրս եկավ, հարցրեց ինչ է եղել, ասաց, որ եղբայրդ է վերադարձել, հայրդ որոշեց, Արարտ Եզը մորթեց, հիմա ուրախանում ենք։ Չարացավ։ Այդ պայն հայրը դուրս եկավ։ Սուրբ Գիրքը չի ասում ինչու են հայր ու որդու դրսում խոսում, բայց խորհուրդը շատ կարևոր է։ Աստված երբեք երկնքի դուռը չի փակում։ Դուրսը սպասում է այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր մարդ այդ դռան տեղը սովորի։ Եվ տեսեք, ասում է, խնդրում էր ավագ որդուն, որ ներս մտնի։ Ուրեմն հայրը ամեն մեկիս համար խնդրանք ունի, որ ներս մտիր, ուրախացիր քո եղբոր համար։ Եվ այս եղբոր ավագ եղբոր պոռնկությունը ավելի շատ է, որովհետև սա տխրեց եղբոր Գալստյան համար, տխրեց, որ Եզն է մորթվել, այսինքն այն Եզը, որ կարող էր ինքը մեկ ուրիշ տեղ քեֆ աներ, ինքը սրա համար տխրեց, չուրախացավ, որ եղբայրը գտնվել է։ Եվ տեսեք, հորը ինչ է ասում. ամբողջ կյանքս քեզ հավատարմորեն ծառայեցի, բայց դու մեկ ուլ չտվեցի, որ ես գնամ բարեկամներիս հետ քեֆ անեմ, ուրախանամ։ Այս որդին թեև Աստծո հետ էր, իր հոր հետ էր, բայց այդպես էլ հորը չկարողացավ սիրել այնպես, ինչպես պետք էր սիրել։ Այնպես էլ շատ հաճախ մարդիկ տարիներով եկեղեցու մեջ են, այդպես էլ չեն կարողանում հորը սիրել այնպես, ինչպես պետք է սիրել։ Երբ որ իրենց կողքը նստում է մի մեղավոր մարդ, իրենք դժգոհությամբ են այդ մարդու կողքը նստում։ Որովհետև մտածում են իրենց բաժին հաղորդությունը, փրկությունը նրան էլ գնաց։ Սա ամենասարսափելին է մեր քրիստոնեական կյանքի մեջ, սիրելիներ, որ մենք մեղավոր մարդու դարձով չենք ուրախանում։ Հակառակը սկսում ենք այդ մարդու անցյալը ամենտեղ պատմել։ Ես շատ հաճախ են ինձ հարցնում. այս մարդը ինչի է եկել եկեղեցի։ Սրան ինչու ես թողում, որ գա եկեղեցի։ Դու գիտես ինքը ով եղել ժամանակին։ Գիտենք ով է եղել, բայց մենք ուրախանում ենք իր նոր մարդ լինելու համար, որ ինքը հասկացել է, որ իր մեղավոր կյանքը կորստյան է տանում, ինքը ուզում է նոր մարդ դառնալ, եւ մենք պետք է օգնենք այդ մարդուն։ Շատ հեշտ է ընկածին ոտքով հարվածել, ավելի ցած նետել, բայց դու պիտի կարողանաս այդ ընկածին բարձրացնել։ Ուրեմն այս որդին էլ հոր հետ էր միշտ, եկեղեցում էր միշտ, բայց իր սիրտը դուրսն էր ուրիշների հետ ուրախություն անել։ Ինչպես որ այսօր շատ շատերը, որ ասում ես ինչու չես գալիս եկեղեցի, ասում է բարեկամիս ծնունդներ, հարսանիքներ, քեֆներ, հուղարկավորություններ, գերադասում են նրա ուրախությունը, քան իր հայրական տան ուրախությունը։ Երբ որ դու հոր հետ քո ուրախությունը չունես, այդ ժամանակը ուրախությունը քեզ շատ շուտ պիտի հոգնեցնի։ Եվ տեսեք, չուզես ներս մտնել, հայրը խնդրեց, ասում է խնդրում եմ ներս մտել։ Չի ասում հետո պատմությունը ներս մտավ թե չմտավ, բայց խորհուրդը մեկն է, Աստված այդ դուռը յուրաքանչյուր մարդու համար բաց է պահում, որպեսզի մինչև վերջին մարդը, ով ցանկություն ունի, կարողանա այդ հարսանեկան արարողությանը մասնակից լինել։ Հայրը այստեղ ինչ էր անում, սիրելիներ։
Եվ կրծերի համար անհանգստացավ, եւ ավաքի համար։ Երկուսն էլ նույն սխալի մեջ էին։ Սա ունեցվածքը տարավ վատնեց, սա էլ ամբողջ օրը ունեցվածքի տերն էր, ամբողջ ժառանգություն ինչ որ հայրը ուներ, իրենն էր։ Բայց սա դժգոհ էր էլի։ Սա նույնն է, որ դու ամեն բան ունես, բայց ասում ես ես երջանիկ չեմ։ Դու լավ կին ունես, զավակներ ունես, տուն ունես, բայց միշտ դժգոհ ես։ Կան այդպիսի մարդիկ մեր կյանքի մեջ, չգիտես իրենք ինչ են փնտրում։ Անդադար դժգոհում են։ Սա կյանք չի, այս ինչ կյանք էր, այս ինչ կյանքա մեզ բաժին ընկել, ամբողջ օրը սա է այդ մարդկանց զրույցը։ Բայց չէ որ այդ քո ունեցածը շատերի երազանքն է, որ չունեն։ Այս բանը որ շատ երկրում պատերազմ է, ռումբեր են, երեխաներ են մահանում, մենք հիմա այստեղ ապահով նստած ենք, բայց էլի դժգոհ ենք։ Աշխատավարձը քիչ էր, չկարողացանք այս շորն առնել, մեր ուզած հեռախոսը չկարողացանք գնել, սա չկարողացանք, բայց մոռանում ենք այդ ամեն ինչը սիրո մասին չի խոսում։ Սա էլ ուլ էր ուզում, ուլը ինչ էր։ Երբ ուզեր կարող էր մորթել, բայց ինքը հորը այնքան չէր սիրում, այնքան չէր վստահում, որ չուզեց իր ունեցածը տնօրինի։ Սա նույնն է, որ դու ունես, բայց չես կարողանում քո ունեցածից օգտվել։ Երբ որ քո բանկային քարտի վրա շատ գումար ունես, բայց քո ուզած շորը չես ուզում գնել, ասում ես հանկարծ տանեցի կիմանան։ Վախենում ես օգտագործել այդ ամենը քո պետքի համար, քո բարօրության համար։ Արդյոք հայրը արգելել է որևէ մեկին ուրախանալ։ Եվ սա է պատճառը, որ շատ հաճախ մենք էլ տխուր, տրտում, դժգոհ դեմքով ամեն օր ապրում ենք այս կյանքի մեջ։ Միշտ նայում ես մեզ ժպիտը տուր է, ասում ես ինչից վրա ժպտամ, ինչից վրա ծիծաղեմ, որ ապրում ես, դրա համար ժպտա, ուրախացի, որ լավ երեխաներ ունես, դրա համար ուրախացի, որ դու լավ ես, առողջ ես, դրա համար ուրախ եղիր։ Եվ ես լույսի համար, երեք շատ հազարավոր մարդկանց համար լույսը չբացվեց, ռումբերն ընկան նրանց վրա, Իրանում մահացան, չտեսան այդ լույսը։ Մենք տեսանք այդ լույսը։ Մարդիկ երազում են ձյուն ունենան, որ ջուր հավաքեն, լողանան, խմեն, մենք ձուն ունենք ու դժգոհում ենք, որ ցուրտ է, ջեռուցումը պիտի միացնենք, էլի փողը շատ պիտի գրի, այս ամիս ոնց պիտի վճարենք։ Տեսեք, ինչերի մասին ենք մենք մտածում։ Այսօրը մենք օրը վաղը հետ չենք բերելու, սիրելիներ։ Այսօր ինչ ապրեցիր, սա կորսված օր է մեզ համար։ Ամեն օրը, որ մենք ապրում ենք, արդեն կորած է։ Նոր օրն է, որ մեզ հնարավորություն է տալիս նորից ապրելու համար։ Եվ հայր ուրախանում է այս դարձի համար, որ կորած էր ու գտնվեց։ Ինչու է փոքր անառակը գովերքում, որտեղ սա զղջաց, հասկացա, որ այնինչ որ հայրը տվել էր, իրեն բավական էր տան մեջ երջանիկ լինելու համար։ Ինքը այլ տեղ երջանկությունը փնտրեց։ Ինչպես մենք կարծում ենք, որ գնանք Միացյալ Նահանգներ ապրենք, ավելի երջանիկ կլինենք։ Գնացեք հարցրեք այնտեղի հայերին, երջանիկ են թե չէ։ Շատ շատերի ընտանիքի զավակներ, հատկապես տղաները, խաղատներում պարտքերի մեջ են, թմրանյութ են օգտագործում, պարտքերի մեջ են, փախած են, սպանում են։ Այստեղից գնացել են երջանիկ կյանքի ակնկալիքով։ Տեղը չի որոշում երջանկությունը, այլ ում հետ ես ապրում, սա է քո երջանկությունը։ Շքեղ տունը չի որոշում քո երջանկությունը, եթե ում հետ ես այդ տան մեջ դու բնակվում եւ ինչի համար ես դու այդ տան մեջ բնակվում։ Ուրեմն այս սերն է, որ հայրը ամեն օր մեզ առաջարկում է։ Դրա համար ինձ համար այս առակը սիրող հոր պատմությունը, որ հայրը ամեն ջանք դնում է հոգետանը, որպիսի իր բոլոր զավակները, թե հավատացյալները, թե անհավատները, թե հեթանոսները, թե մնացած բոլոր մարդիկ գտնեն այդ երջանկությունը, գան ու ճանաչեն իրեն, որ Աստված երբ որ մեզ գտնի, ասի այս իմ զավակը կորած էր, գտնվեց, մեռած էր ու կենդանացավ։ Եկեք ուրախանանք եւ ապրենք։ Ամենամեծ ուրախությունը, որ մեկը փոխվում է, չէ՞ այս կյանքի մեջ։ Մեր կյանքի նպատակը ո՞րն է, որ այնպիսի զավակ դաստիարակենք, որ հետո չամանչենք։ Գնում ենք դպրոց, որպեսզի կրթության հետ, գիտության հետ եւ իմաստություն տանք, այնպիսի բաներ սովորեցնենք, որ այս մարդիկ բարի գործեն այս աշխարհի մեջ։ Եթե մենք չհավատանք այս իրականությանը, զուր է մեր քարոզությունը, Պողոս Արաքյալն ասում է, զուր է ձեր հավատքը։ Եթե մենք չենք հավատում այդ փոփոխությանը, եթե մենք սերմը ցանում ենք ու չենք հավատում, որ սա պիտի ծլի, պտուղ պիտի տա, մենք պիտի քաղենք, ուտենք ու հագենանք, անիմաստ է այդ չարչարանքը։ Ինչ որ դու կանես, պետք չկա որ անես, որովհետև դու պիտի հավատաս այդ ամենին։ Եվ հայրը հավատում է բոլորիս, ամեն մեկիս հավատում է, որ մենք կարող ենք որոշում կայացնել։ Եվ այսօր այդ որոշման օրը, վաղը չէ։ Այսօր է մեր փրկության օրը, վաղը չէ, միս օրը չէ, ծերության ժամին չէ, հիվանդության ժամին չէ, հենց այսօր է քո փրկության օրը։ Որ պահին որ դու հավատացիր, զղջացիր քո սխալներից, հայրը պիտի ասի քեզ, արի իմ գիրկը, կգրկի, կհամբուրի, արդարության, որդիության, կյանքի ճանապարհի գիրկը կտա
եւ դու փրկություն կգտնես եւ երկնքում էլ մեծ ուրախություն պիտի լինի։ Թող Տեր օրհնի մեզ բոլորիս, սիրելիներ, իր խաղաղության մեջ պահի, որպեսզի մենք ոչ ավակ անառակի, ոչ էլ կրծեր անառակի կյանքը չունենանք, հետո հասկանանք հոր սերը։ Աստված այնքան է սիրում մեզ, որ Հիսուսին զոհաբերել է մեզ համար, որպեսզի մենք փրկվենք։ Աստված այնքան է սիրում մեզ, որ մինչև վերջին վայրկյանը մեր կյանքի, որ մեր շունչը պիտի փչենք, մինչև այդ վայրկյանը դուռը պահած է պահում, բաց, որպեսզի մենք ասենք մեղանչեցի Տեր երկնքի եւ քո առջև, ընդունիր ինձ որպես քո որդի։ Հայր այնքան է սիրում մեզ, մեր մեղքերը թողնում է մի կողմ, մեր զղջումին է նայում, մեր նախին սխալներին չի նայում, չի հաշվում, ասում է թե դուք արյան պես կարմիր լինեք, ձեր մեղքերը այդքան կարմիր լինեն, ես ձեզ ձյան պես սպիտակ կդարձնեմ։ Այդքան է հավատում Աստված ու սիրում մեզ, որ ինչպիսին որ լինենք, չի նայում մեր անցյալին, նայում է ներկային, ինչ ենք ուզում մենք լինել եւ որտեղ ենք ուզում մենք հայտնվել։ Եթե մենք էլ կրծերի պես ուզենք, որ մեր հոր տունը լավ էր, երջանիկ էր, մենք էլ այս աշխարհի մեղքերը կթողնենք, ձյան պես մաքուր ու սպիտակ կմոտենանք իրեն եւ Տերը կասի. մտեք իմ ուրախության մեջ, իմ զավակներ, ես ձեր հայրը կլինեմ, դուք էլ իմ զավակները կլինեք։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։